Հայկական լեռնաշխարհում խնձորեսկ անունով շատ բնակատեղիներ են եղել Կարինում, Երզնկայում և այլուր, սակայն հայրենագիտության հերթական մասը Սյունիք աշխարհի Հաբանդ գավառում տեղակայված խնձորեսկի մասին է։ Ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի Գորիսի շրջանում 3 կիլոմետր երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին։ Ըստ ժողովրդական ստուգաբանության, խնձորեսկ անվան արմատը խնձոր բառն է, մեկ այլ ստուգաբանությամբ, սակայն, այն նախապես անվանվել է խորձոր կամ խորձորեսկ, որը հետագայում որոշակի հնչյունափոխության ենթարկվելով ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ անշուշտ ընդունելի են, այստեղ և ձորերն են խորը, և խնձորն է առատ։ Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի սյունած պատմիչ և մետրոպոլ Ստեփանոս Օրբելյանին։ Ըստ նրա, խնձորեսկը Հաբանդ գավառի 59 գյուղերից մեկն է եղել։ Ավելի ուշ հայոց Աբրահամ Կրետացի կաթողիկոսը Մուղանի դաշտավայրում Նադիր շահի թագադրությանը մասնակցելուց հետո անցնելով Խնձորեսկով վերադարձել է Էջմիածին և հետագայում արժեքավոր տեղեկություններ է հայտնել Խնձորեսկի մասին, մասնավորապես նշելով, որ այն գտնվում է Քարաժեր լեռանց մեծամեծանց մեջ, ունեցել է անբավ բարձրություն և նեղանցուկ ճանապարհներ, մարդիկ բնակվել են ժայռափոր բնակավայրերում, որտեղ բարձրացել են թոկով, պարանով։ Կրետացին վկայում է նաև, որ Խնձորեսկը շատ բնակիչներ է ունեցել, որոնք զոհվել են թուրք օսմանների և քրդական ցեղերի դեմ կռիվներում։ Ըստ որոշ ուշագրությունների, Խնձորեսկի հիմնադիրները եղել են երկու որսորդ եղբայրներ Ջանաղանն ու Թավարին։ Նրանք փախչելով պարսկական ջարդից Նախիջևանից հասել են Զանգեզուր աշխարհի Որոտանի կիրճը, թաքնվել Հարիձորի անտառներում և երբ խաղաղություն է հաստատվել, դուրս են եկել որսի։ Ընկել են մի եղնիկի ետևից, հասել են Հին Խնձորեսկի ձորը։ Խփելով կենդանուն, որսորդ եղբայրները որոշել են եկեղեցի կառուցել և այդտեղ բնակություն հաստատել։ 18-րդ դարի առաջին քառորդի ազատագրական պայքարում, որ ծավալվել է Սյունիքում Դավիթ բեկի գլխավորությամբ, Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել։ 1728-ից 30-ական թվականներին գյուղի բերդը հանդիսացել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Հին Խնձորեսկը հանդիսացել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը հայտնի Փրթոս, Ծտաթաղ, Խաշխաշի ձոր, Սպիտակ Գոմի դուռ, Հայրուննով, Չահլուկ և այլ թաղերով։ Արդեն 20-րդ դարասկզբին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ հայտնի գերդաստաններ՝ Թելունցները, Ակունցները, Սաթյանները, Սազանդարյանները, Այվազյանները և այլք։ Տարբեր ժամանակներում խնձորեսկցիները զբաղվել են դաշտավարությամբ, այգեգործությամբ, դարբնությամբ և այլ արհեստներով։ Գյուղը հարուստ է եղել պատմական հուշարձաններով, հարյուրավոր բնակելի քարանձավեր, մ.թ.ա. երկրորդ հազարամյակով թվագրվող դամբարանատեղի, խաչքարեր։ Հատկանշական են հին կամ Մխիթար Սպարապետի բերդը, որը նվիրվել է երկրաշարժից, Սուրբ Թադևոս և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Անապատ դպրոց եկեղեցին, հին աղբյուրները և այլն։ 1950-ական թվականներին Հին Խնձորեսկից ոչ այնքան հեռու կառուցվել է նորը, որտեղ վերաբնակվել են հին գյուղի բնակիչները։ 2012 թվականին բացվել է Հին Խնձորեսկի երկու ափերն իրար կապող կամուրջը, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քարանձավերը, ձորային ծառաշատ հատվածը, ինչպես նաև Սուրբ Հռիփսիմե և Անապատ եկեղեցիները։ Վերջինիս բակում գտնվում է Մխիթար Սպարապետի գերեզմանը։ Սյունած աշխարհի այս հրաշագեղ վայրը այսօր էլ հանդիսանում է թանգարան, բայց երկնքի տակ, և այն տեսնելու համար ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր երկրներից։